Մի հատ Լևոնին տվեք միկրոֆոնը, ես ասիրտը կանգնեմ, մեռավ ձեզ sense անելու։ Ես Վարդապետյան Լևոնն եմ Աչաջուր գյուղից։ Պարոն Սիմոնյան, եկեք պատկերացնենք 2031 թվականն է, դուք իշխանության եք, ընտրություններն էլ մի ամիս ամնում։ Հիմա որպես քաղաքացի ինչ սպասենք։ Սպասենք, որ նորից քաղաքացիական պայմանագիրը հիմնականում պայքարելու ընտրություններում թալանչիների, հանցագործների, մարտի 1-ի կազմակերպիչների կամ օտարերկրագործակալների դեմ, թե կունենանք նոր ուժեր, մաքուր ուժեր, որոնց դեմ կպայքարեք ու վերջնականապես այս հարցի պատասխանը մեզ կտակ, թե իրոք այդ մարդիկ հանցագործներ են, թե ըստ քաղաքական հարմարության օգտագործում են նման որակավորումները, որովհետև ես որպես քաղաքացի կարծում եմ մեր երկրում պետք է բոլոր հանցագործները պատժվեն, բայց նաև անթույլատրելի եմ համարում, որպեսզի ինչ-որ մեկի հանցագործությունը օգտագործի մեկ ուրիշի քաղաքական նպատակների համար։ Ու նաև տպավորություն է, թե ընդհանուր առմամբ ձեր իշխանությունը ձեռք է տալիս, որպեսզի հավերժ 13 տարի անընդմեջ կամ 4-րդ անգամ անընդմեջ պայքարի նույն հանցագործների դեմ, որպեսզի նոր ուժեր ու մաքուր ուժեր մրցակցություն չստեղծեն։ Շնորհակալություն հարցի համար։ Հիմա ընդամենը Լևոն ջան, ընդամենը երկու հարց առաջ ես այդ ձեր հարցի լուծումը տալիս էի։ Ես ասում կլինի այդ մարդկանց նորից չբերեք ազգային ժողով։ Ես վստահ եմ այստեղ նստածների ոչ բոլորն են ընտրելու քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ինչ որ ուրիշ ուժեր են։ Ասում կլինի չբերեք, որ Լևոնը ինձ խնդրում եմ կլինի այդ մարդկանց չբերեք, որ Լևոնը 2031 թվականին ինձ այդպես հարց չտա։ Բայց եթե 220,000 մարդ 2021 թվականին գնաց քվեարկեց մի մարդու համար, ով մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի, Գույք Պարտկի դիմացի մասին էր։ Ես ինչ անեմ, ականջներս փագեմ, աչքերս փագեմ, ասեմ, դե լավ, ամոթ է, հիմա անընդհատ չեմ ասելու, որ Ռոբերտ Քոչյանը այդ դրա ասոցիացիան է։ Բայց ինչ անեմ, չասեմ։ Եկել է հիմա այդ մարդը դաշնակների հետ միացել է, մտել է քաղաքական պայքարի մեջ։ Ձև անեմ, որ չեմ տեսնում։ Այդ մարդը բառացի ասում է Հայաստանի Հանրապետություն չպետք է պարփակվի 29743 քառակուսի մետրի մեջ։ Ասում են, որ մենք Ռուսաստանի, ասում են բոլոր այն նարատիվները, որ դուք կարող եք միացնել եւ Մարգարիտա Սիմոնյանի պես եւ Սալավյովի պես ստահակների եթերներում լսեք։ Բառացի։ Այդ մարդու ամենա, այսպես ասած, կուսակիցներից մեկը, թիմակիցներից մեկը այսօր գնացել են ձերբակալել են Ռուսաստանի համար լրտեսություն անելու մեղադրանքի, ինչ անեմ, հələ ասա, ես չեմ դու ես։ Ինձ ձեռ չի տալիս այս ամեն ինչը։ Գիտեք ինչի ձեռ չի տալիս։ Մի քանի պատճառներով, որովհետև ես անընդհատ զբաղված եմ դիակ ծեծելով։ Այդ ինչի մասին ես երազում եմ։ Ինչքան կարելի է նույն բաները ասել, ոնց որ դուք մեջ բերեցիք։ Ինչքան կարելի է նույն բաները ասել։ Իմ ինտելեկտը, իմ խոսքը, իմ հնարավորությունը շատ ավելի շատ են, քան այդ մարդիկ։ Դա մեկ խնդրեմ։ Երկրորդը, ժողովուրդ, կուսակցությունը, քաղաքականությունը մի հատ այնց վատ բան ունի, երբ որ դու նորմալ ընդդիմություն չես ունենում, երբ որ ընդդիմությունը դահլիճում չի լինում եւ ընդհանրապես չի լինում, երբ որ ընդդիմությունը քեզ մարտահրավեր չի նետում, դու լճանում ես։ Դու Ալեն Սիմոնյանը սկսում է վիճել եւ մրցել իր կողքի, չգիտեմ, Պետրոս Պետրոսյանի հետ։ Ներսում է դա մարդու քաղաքական գործչի ցիվիլիզացիայի շարժիչ ուժը, դա մրցակցությունն է, էվոլյուցիան է, մտքի, գործողության եւ այլը։ Ես ասում եմ մի ընտրեք այդ մարդկանց, կլինի չընտրեք այդ մարդկանց։ Այդ 3-ին մի ընտրեք, 19 կուսակցություն, հանած 4, ում ուզում եք ընտրեք, չէ՞, Սպայդերմենին ընտրեք, ախպեր։ Չէ, օրինակ եմ ասում։ Նոր մարդ բերեք։ Ես ասեցի նոր պատասխանին։ Ի պատասխան ասեցի։ Հայ լինա, ես չեմ այդ խոսակցությունը Լևոն ջան դնում շրջանառության մեջ։ Դուք եք դնում, քո հարևանն է դնում, քո ընկերն է դնում, դու ես քո անգործությամբ դնում, մյուսն է իր անգործությամբ դնում։ Մի բերեք այդ մարդկանց պարլամենտ։ Հիմա բերել եք դահլիճի 40%-ը, 35%-ը նստացրել եք, ես վերացական եմ ասում, հա, մեզ բոլորիս եմ ասում, ինձ է լավ։
Բերել եք, նստացրել եք, ասում եք, կլինի իրանց մասին չխոսակ, դե իրանք հատուկ եք բերում, ուրեմն ասում, գնացե 220-300,000 մարդ ձենա տվե, գնա այդ մարդկանց ասա։ Նա Լևոնին տվեք միկրոֆոնը, հեսա սիրտը կանգնի, մեռավ ձերը սենց անելու։ Հիմա ցանկանում եք ընտրվեք, ճիշտ է։ Ես ասում եմ 31 թիվ, որովհետև 26 թվականին եթե ընտրվեք, մինչև 31 թիվ կառավարելու եք։ Հետևաբար պետք է այդ խնդիրը լուծած լինեք։ Ու իմ հարցը վերաբերվում էր դրան, արդյոք լուծելու եք։ Դուք ձեր խոսքում լուծված կլինի, դուք ձեր խոսքում կարծում եմ կարայիք նշեիք, օրինակ 13 տարում մենք կարանք դատական համակարգի փոփոխությամբ ես կապ չունեմ դատարանի հետ, ես չեմ կարող դա ասել։ Ես քեզ ասում եմ, որ իմ ընկալմամբ որպես քաղաքական process-ներին հետևող մարդ, ես ենթադրում եմ, որ 31 թվին իրանք չեն լինելու ուղղակի։ Ես վստահ եմ դրա մեջ, նախ վստահ եմ, որ առնվազն իմ հաշվարկով, իմ նստի, այլ բանավեճի չվերածենք, իմ հաշվարկով, իմ քաղաքական փորձառությունը ինձ ասում է, որ առնվազն այս պայդրությամբ Հայաստան դաշինքը, եթե Ռոբերտ Քոչարյանի մասին ես խոսում, չի անցնում, նույնը նաև Գագիկ Ծառուկյանին է սպասվում, որ իրանք էլ անցողիկ շեմը չեն անցնում, որտեվ բանի համար, Հայաստան դաշինքի համար 1,2 միլիոն մասնակցության պարագայում, որը եղել է նախորդ ընտրությունների մոտավորապես եմ ասում, կարող է 50,000 այս կողմը լինի կամ այն կողմը լինի, պետք է որ իրանք մոտավորապես 100-115,000 ձեն հավաքեն։ Ես ակնհայտ տեսնում եմ, որ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյան դաշնակցությունը այդ բանը չունի, Գագիկ Ծառուկյանը նախորդ անգամ չի հաղթահարել, այս անգամ տենց փոքր սանդղակ ա դրել, բայց այս իրավադրություններից ելնելով վստահ եմ, որ իրանք չեն հաղթահարելու։ Սամվել Կարապետյանի ուժը տենց կողքը միֆ կար, տենց ինչ-որ հեքիաթ կար, բան թիթեռնիկներ կային, բան ինչ-որ պահ հետո մարտին այդ տենց լուսերը տվեցին, պարզվեց, որ իրականում տենց չի, տենց պարզվեց, որ այդ ամեն ինչը հեքիաթ է, եւ բնական է իրանց վարկանիշը նորից իջնում է, եւ ես լրիվ ռեալ եմ համարում, որ լինեն բազմաթիվ, ենթադրենք 4 կուսակցություն, փոքր 4%, 5%, 6% անոց կուսակցություններ։ Իդեպ Լևոն ջան, ես ամեն ինչ արել եմ, մեր կուսակցությունը ամեն ինչ արել է, որ դա իրականանա նաև օրենսդրական մակարդակով, մենք կուսակցությունների համար նվազագույն շեմը իջեցրել ենք։ Այսինքն եթե առաջ կուսակցությանը պետք էր 5%, հիմա իրան պետք է 4%, որպեսզի անցնի ինք ազգային ժողով, դաշինքին եթե պետք էր 8%, հիմա իջացրել ենք 7%, դա ճիշտ է, դաշինքները, որոնք որ շատ միավորներ են վերցնում, մի քիչ բարձրանում է իրանց դառնում է 8, 9, 10, որտեղ ասենք 4 կուսակցության դաշինքը չի կարող նույն ձևի 7-ով լինի, բայց մի դաշինքը 2-ից բաղկացած եւ մի կուսակցությունը առնվազն 1%, դա մոտավորապես 10-ից 20,000 ձեն ավելի քչացրել ենք, որպեսզի շատ բան լինի։ Էլ ինչ անենք։ Այդքան ձեր տեղը չընտրենք իրանց, չենք ընտրում։